5-րդ ալիքը Լույս հիմնադրամի աջակցությամբ ներկայացնում է։ Սիրելի բարեկամներ, Պլպուղին այսօր մեզ ուղեկցելու է խորամանկության ու դավաճանության վտանգավոր խաչմերուկով եւ իր զրույցներով մեզ ուսուցանելու է, թե ինչպես կկարողանանք գտնել ապահով հանգրվանը։ Կյանքում դիմակն ու մորթին կարող են փոխվել, բայց ներքին էությունը, վարքագիծը միշտ ճշմարտության հայելին են։ Խաբեության տեխնիկան գրեթե բոլոր ժամանակներում անփոփոխ է։ Ընտրել թույլ կետերը, սերմանել փոխադարձ անվստահություն եւ թշնամացնել այն ուժերին, որոնք պիտի համագործակցեն։ Իսկ տրամաբանությունը սթափեցնում է, որ պարտադիր պետք է տարբերել պատճառը հետևանքից, իրականը երևակայականից եւ մեղադրանքը փաստական հիմքից։ Պլպուղու զրույցները վտանգը կանխարգելող եւ մեզ ապահովագրող գործառույթ ունեն։ Ուշացած զանգի պատրանքով նա հորդորում է, եթե դռնապանը անհավատարիմ է, ապա ոչ միայն դուռն է բացվում գողի առաջ, այլ նաեւ խեղաթյուրվում է պատասխանատվության շղթան։ Սա հիշեցնում է փոքր օգուտի դիմաց արված փոքր զիջումը հաճախ վերածվում է մեծ կորուստի, եւ մենք առավել քան որևէ մեկը սա գիտենք գերազանցորեն։ Եկեք միասին լսենք ու ճանաչենք, որպեսզի ուրիշի խարդավանքը չդառնա մեր բաժանումների պատճառ եւ մեր հսկողության բացթողումը, մեր կորուստների շղթայի շարունակականությունը։ Վարանդեն մելիքն նորան տարածք լինեսնելի հետի խարդախպենա մտածում։ Մինք շեր հարցակվում խաչենա վղերին իրա։ Շեներքը նիակացնում, քրքան դանում, նույն ձևը անում ջրաբերթա մելիքին վղերին հետ։ Դա էլ կչումը խաչենա մելիքին իրա։ Դիզակա մելիք ավանը շատ լավ գլոխ անգնում այդ խարդախի միրգը։ Ձենատամ տուրված մելիքներին ու հսկացնում հուվա ուրանց իսկական թշնամի։ Այդ մելիքը վերտասնում անթեր վիճակումը, լոխ արդեն գիդում են ուրանրացները, ձենատամ պուղում։ Պուղի, մինթերժերա, այս մելիքնեն ինձն հետ թշնամացալան, ասե հինչ անիմ, վերեսնող տղան տուսկյա։ Պուղին ըստեղ մի մասա լապատում է։ Մելիք աղա, գյուլը որոշ մատրնալող կենթանին մծը, բահունստերնը մտածումա ու կթենում ձևը։ Կենումա արյուծ են մորթեն, մի մնում արջեն պյունը, ու սպանում արջեն ճուտերի։ Էմինքշերն էլ արջեն մորթենակենում, մի մնում վագրեն, պյունը նրան ձիքեր են սպանում։ Տրան ավել չի բավարարվում։ Մինգել վագրեն մորթանակենում, մի մնում արյուծ են պյունը, արյուծ են ճուտերին սպանում։ Բայց արյուծը իրայա հսնում, վերջումը պկեն հարում ու ծենտան վագրինել, արջինել ու հրցնումա։ Ինձս էցիք, տսնամ էտ ինչա ծեր մեջավը անցկացավ, վեր յուրանա, ինձանա թերխաշոք։ Արքա, ես ունցկարիմ տրան հետ պրիկը մոտ ունանիմ, վեր ինքնայիմ անմեղ քյուրփոցը սպանալ։ Իմ անմեղ կոթոտնեն քեզ ինչը նրա արյուծ արքա, վեր դու ուրանց առանց խղճալի սպանալս։ Արյուծը վնու տապավնատամ, վագրին կեցած մորթուն գյուլին տապավնակյամ ու ասում։ Հասե ձեր թշնամի, իմ ու ձեր լուղջիս, 1000 մորթի էլ կենա, մինա սանուղում գյուլա։ Մելիք աղա, ըսելիս իմաստը էնա, վեր գյուլը հեր մորթի էլ փոխը, վեշ մին մորթում ուրանց խասյաթը փոխվում չի։ Գարինկա եկ մինն էլ պատմիկ։ Եկ։ Վարանդեն մելիք շահնազարին տրնապահը կաշարակերին միննայնում։ Հու կյամա մելիքին կողքը կենգյա տնելի, նստամին պենապուկտամ, նորը մինեն դրբզան պեցանում։ Օրերան մի օր տրնապահը մին ավազակու անա երկու արձաթայորոնում։ Մաշկուս թողում։ Էտ ավազակը նի ամնում
Մելիքին կնգանը օթաղը, ինչքան թնգանոց մուտանացը օղայնում, լողվսկեն հվակումա դյուսկյամ, վերետավազակը դյուսակյամ ու շենան մխելա հրանումա, տրնապահը սկսումա հարայ տալը։ Հսեք, թլունեցեն, տերեն փռնեցեք։ Պլպուղին այս տրնապահին իրա մին մեսելա պատմում։ Մի մարդ մի շոն ուներ։ Հուվեր այդ շանը մի կտոր հաց կամ մի կտոր մսար տամ։ Այդ շոնը դեստի հեքյուն խաղասնելավ ձենը կտրած ղեմ պեցանը։ Գյողը գիդարավ այդ շան խսաթեն, մսում մի պատարկցում է այդ շան ռխը, ինքն իմդնում գյումը։ Կովը դյսկցում, կշում ծմակները։ Շոնը տեղ հեքյուն տնգում է ու սկսում հեչել։ Տերն այդ հաչոցին իրա, թվյանքի յորանում, դյսկյա։ Վերտոսնում ապենը պինավը ընցալա, կսում է շան իրա կիրկյորել է։ Այան պետք, վերկյողը նիմնելիս հաչալ չես, քինելան ետը հաչումս ինչանիս, ու տարը հյաթան կշումա էտ մին փոր հացող, ծախված շանը։ Խոխեք, մենք պլպուղու պատգամը վերնար։ Գյուլը մետ արջար, մետ վագր, մետ առուտ, բայց լողջումը ուրան գյուլոթունն է։ Հավատարմությունը ամենամծ պեննա մարդկանցնետ ուրնետ շպվելի։ Եթե տակավեջ հակառակը քուվստահած մարդը կուտորնըտ կյողեն ռչենա պեցնա։ Հա, տեսնում եք, չէ, պլպուղին մեր մեծ իմաստախոսը միշտ արդարության նժարն է պահում։ Իսկ հիմա եկեք տեսնենք, թե զրույցներում հանդես եկող այդ կենդանիները ու նրանց նկատմամբ վերաբերմունքը ինչպես ենք ամրակայվել ժողովրդական մտածողության մեջ։ Որպես գործող անձ գայլը հանդես է գալիս մեր հեքիաթներում եւ հատկապես առակներում, հիմնականում ներկայանալով խարդախությամբ, երախտամոռությամբ, սնապարծությամբ ու բացասական այլ հատկանիշներով։ Ղարաբաղի բարբառում գյուլ բառը փոխաբերաբար նշանակում է անկուշտ, հափշտակող, գազանաբարու մարդ։ Այդ հատկանիշները երևում են դարձվածքներում, բարդություններում, առած ասացվածքներում ու նաև անեծքներում։ Գյուլ տեռնալ, կատաղել, գյուլոթուն, գայլաբարու արարք, բայրագություն, գյուլին բաստուրման նհաշտալ, անկուշտ գրփող մարդու ախորժակը գրգռել, գյուլին մորթեն կենել, սանձարձակ դառնալ, գյուլու ռեխընգած, հոշոտված, բզկտված, գյուլյան դմզլեղ չինիլ, գայլի տեսակից չեն սերի ոչ մի բան։ Իսկ անեծքները գյուլու ճանգիղնիս, գյուլու փայտերնաս։ Ղարաբաղի բարբառում արջ բառը փոխաբերաբար ունի անտաշ, կոպիտ, անշնորհք մարդ, մեծ ուժի տեր եւ հսկայամարմին մարդ։ Գործածական են նաև արջ բառից բաղադրված մի շարք տեղանուններ։ Արջին աղբորը, արջին հանգիստը, դարձվածքներ, արջ խղցնող, կեղտոտ փնթի մարդ, արջ տեռնալ, շատ գիրանալ, չաղանալ, արջ ու ռեխ ընգած մղրճանջ ու քթոց, հոշոտված, բզկտված, ծմակ ու արջ, բռի, վայրենի մարդ եւ այլն։ Արջին աղբյուրը գտնվում է Դիզափայտ լեռան լանջին։ Ըստ ավանդության, ամառային մի շոգ օր արջը դուրս է եկել անտառից, հասել այստեղ ու ծարավից ուժասպառ շիկացած, քարերը լիզելով, օգնություն հայցել երկնքից, Աստծուց։ Աստված խղճացել է նրան եւ բխեցրել այս աղբյուրը, սակայն քիչ անց անսպասելիորեն երկինքը մռայլվել է ու կայծակը սպանել է արջին։ Դրանից հետո այս տեղանքը դարձել է սրբավայր, իսկ աղբյուրը կոչվել Արջին աղբյուր։ Իսկ Արջին հանգիստը սրբացված քար է Ասկերանի շրջանի Սեյդիշեն գյուղից դեպի հյուսիս, նախկին Ուլուբաբ գյուղի մերձակայքում անտառապատ Սարի գագաթին գտնվող Պտկեսա Պերք եկեղեցու բակում։ Ըստ ավանդության, այդտեղ թաղված է մի արջ, որն օգնել է իր կյանքը փրկած կրոնավորին եկեղեցու կառուցման համար քարհանքից ծանր քարեր բերելով, իսկ կառուցումն ավարտելուց հետո մնացել վանքում ու կատարել տարբեր հանձնարարություններ։ Հերթական անգամ վերադառնալով հեռավոր թափառումներից
Կենթանին իր բարերարին մեռած է գտել ու ծանր վշտից գլուխը խփելով նրա տապանակարին ինքնասպան եղել։ Արջին թաղել են այդտեղ, իսկ նրա գերեզմանը դարձել է սրբատեղի։ Մեր զրույցները նրա համար են, որ նախորոք ճանաչենք վտանգի լեզուն, տարբերենք քաղցր խոսքը պարտավորությունից ու տեսնենք ով է շահում։ Միևնույն ժամանակ Պլոպուղին պատգամում է, որ մենք ենք մեր երկրի հիշողության պահապանները։ Ու թող մեր ուղեցույցը լինի այս հորդորը. տես շարժարիթը, պահիր խոսքը, հարգիր հիշողությունը ու արդար գործիր։ Պենտ կացեք, տեմպ կացեք։